իրականությունը մեզ համար մանրակրկիտ մտածված է։ Ես նաև ուզում եմ մենք չընկնենք այն գիրկը, որ այն մտահոգությունների գիրկը, դե ամբողջ աշխարհում է տարբեր բաներ են կատարվում, այս աշխարհաքաղաքական իրականությունը այսպես թե այնպես մեզ պիտի բերեր սրան։ Այդպես չէր լինելու։ Ձեզ խաբում են, երբ որ ասում են աշխարհը ինչ որ մարտահրավերների նոր շրջան է մտել։ Այո, նոր շրջան է մտել, բայց ձեզ խաբում են ասելով, թե անցյալում այդպիսի մարտահրավերների շրջան չի եղել։ Որևէ մեկը որևէ տրամաբանական բացատրություն չի կարող տալ նրան, թե այդ ոնց է, որ աշխարհը տարբեր ժամանակահատվածներում շրջափուլերի միջով անցնելուց Հայաստանը կարող էր 42,000 քառակուսի կիլոմետր հայրենիք պահել, որտեղ դա պահել է հայկական բանակը եւ հայկական իշխանությունները։ Չլսեք այդ ստերին տարբեր տեղից, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններով իբր պայմանավորված հաղթանակների կամ պարտությունների մասին։ Իսկ հիմա չի պահել այդ բանակը, չի պահել այդ իշխանությունը։ Ինչի՞, որովհետև դավաճանվել է։ Դավաճանվել է ունենալով մի կոլով հայտարարում էր, որ ես այդտեղ մենեջեր եմ։ Ի՞նչն էր մենեջմենտ անում։ Շատ պարզ, պարտությունն էր մենեջմենտ անում, որ հանկարծ հայկական բանակը գլուխ չկարողանա բարձրացնել։ Ինչու անդադար նվաստացնում հայկական բանակին։ Այ դրա համար, որ հանկարծ գլուխ չկարողանան բարձրացնել, չկազմակերպվի ինքնապաշտպանությունը։ Եվ այդ մեծ դավադրության շղթան նաև Արցախում ցեղասպանության ժամանակ երբ հայտարարում էր, որ դե խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառում։ Շատ լավ իմանալով է, որ արդեն կա խոշտանգված փոքրիկ, սպանված փոքրիկ ադրբեջանցիների ձեռքերով, կան խոշտանգված կանայք, անարգված կանայք, ծերեր սպանված, բայց չէ իր համար ամեն ինչ հանդարտ էր։ Ինքը փորձում էր նույնիսկ այն միջազգային մարդասիրական իրավունքը, որի շրջանակներում կարող էր միջազգային հանրությունը արձագանքել, ինքը նույնիսկ դա էր փորձում կանխել։ Հնարավորություն տալով, որպեսզի Ալիևը ինչ հանցագործություն ուզում է անի, վերջում ինքը կպարտակի այդ հանցագործությունները եւ այդպես էլ անում է։